Հաջորդ քայլը տեխնիկական լինելու է այդ ստորագրությունները ներկայացնելը իրավասու մարմին այս դեպքում հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով եւ սպասելու իրենց արձագանքին։ Իսկ մտավախություն չունեք, որ երբական անգամ ՀՑԿ մարմինը դա հիմք չի ընդունի եւ կրկին չի իջեցնի սակագինը։ ՀՑԿ-ն ոչ թե պետք է հիմք չընդունի, ՀՑԿ-ն պետք է պատասխանի ստորագրություն տված Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու։ Տեսեք, ստորագրահավաքը հանրագիրը հենց այն միջոցառումն է, այն ինստիտուտն է, որ այո եւս մեկ անգամ սթափության կոչ է պետական իրավասու մարմնի համար, ոչ թե քաղաքական հրահանգավորում տալու ու նրբերանգներ տալու այս գործընթացին, այլ պատասխանատու լինելու եւ հավատարիմ մնալու իր գործառույթներին։ Այս պարագայում հստակ մեխանիզմը կա, եթե քաղաքացիները իրենց ստորագրություններով ցույց են տալիս, որ իրենք ունեն պահանջատիրություն, արդեն իրավասու մարմինը մեկ անգամ եւս պետք է հասկանա, որ գործ ունի ոչ թե մի սեփականատիրոջ հետ ում իրավունքները հակաիրավական եղանակներով կարող է խախտել ու խաթարել, այլ նաև մի ողջ բնակչության հետ, որը ըստ էության օրվա իշխանության աղբյուրն է հանդիսանում։ Ինչպես եք պատասխանում ապահովել թափանցիկություն ստորագրահավաքի։ Թափանցիկությունը ձեր միջոցով առաջին հերթին նախ հրապարակվելու են PDF ֆայլերի տեսք կտանք, երկրորդը դուք ազատ եք ցանկացած պարագայում գաք մարզերում, գրասենյակների միջոցով ենք իրականացնելու այդ ողջ ընթացքում հետևելու։ Իզուր չէ, ես միշտ ասում եմ ու շատ շնորհակալ եմ ձեզ, ես տարբեր իրավիճակներում, եղել է պատերազմ, եղել են երթեր, ցույցեր, հավաքներ, եղել են իրավիճակներ, երբ մենք նռնական նետումների զոհ ենք դարձել մեր երկրում, այդ իրավիճակներում առաջամարտիկներ են եղել իմ գործընկերները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները, ու հենց դուք եք առաջին այն մեխանիզմը, ովքեր այս գործընթացի թափանցիկությունը ես համոզված եմ, որ կապահովեք։ Ինչ վերաբերում է թափանցիկությանը, քաղաքացիները տալու են անուն, ազգանուն, էլեկտրոնային փոստ, հեռախոսահամար եւ ստորագրություն եւ դա հեշտ ստուգելի է։ Մարդ ով կկասկածի հեշտ ստուդիել է, կարող է ստուդիել ու տեսեք, մեր երկրում կա կրիմինալիստիկայի ժանրին անցնեմ, փորձաքննության հնարավորություն, եթե կասկածի տեղի կտա, ես վստահ եմ, որ մեր իրավասու պետական մարմինները կարող են նաև դիմել իրավական գործիքակազմերի ստուգելու իսկությունը, այդ ողջ process-ի։ Այսպես ասեմ, մեր համար էլ է շատ կարևոր ամեն հնարավոր բան 100% թափանցիկություն ապահովելու, քանի որ այստեղ մենք գործ ունենք ամբողջ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ եւ բնականաբար ստորագրությունը իրականացվելու է կամավորների միջոցով ու մենք ինքներս նույնպես տարբեր գործիքակազմերով փորձելու ենք վերահսկել այդ գործընթացը։ Այլ հարցեր։ Ես մի հարց ունեմ, նշեցիք 6 միլիարդ դրամ։ Ես ուզում եմ հասկանալ այդ հնարավորությունը, եթե հեծը ես հանգանգամ չընդունի առաջարկը, ինչպես կարող է օգտագործել, ինչ ճանապարհներ կան հնարավորությունը օգտագործել։ Դե ինչպես տեսնում ենք, հնարավոր է պարգևավճարների վրա վատնվի այդ գումարը, քանի որ այս պահի դրությամբ կա ժամանակավոր կառավարիչ, մենք էլ ընդամենը մասնակցելիություն չենք ունեցել ոչ կառավարմանը, ոչ ներքին գործերին, այս իրավիճակում այդտեղ թափանցիկության ու վերահսկողության լուրջ խնդիր ենք ունենում։ Տեսեք, այստեղ մի շատ կարևոր հանգամանք էլ կա ըստ սոցիոլոգիական հարցումների պաշտոնական Հայաստանի Հանրապետության բնակիչների 58.6% է դժվարանում է վճարել իր կոմունալ ծախսերը։ Իսկ տվյալ նվազեցումը հոսանքի սակագնի այնպիսի էական գումար է վերջնական արդյունքում լինելու, որ յուրաքանչյուր քաղաքացու մոտ կլինի հնարավորություն, օրինակ 1 տարվա ընթացքում տվյալ խնայած գումարով 1 կամ 2 ամիս իր հոսանքի կամ գազի ծախսը վճարելու։ Ինքը առաջին հասցից թվում է փոքր գումար 3 դրամը, բայց ընդհանուր տարվա կտրվածքով ինքը գալիս է մոտավորապես 1.5 կամ 2 ամիս, նայած թե ինչքան է խնայողությունը ու վստահաբար սա թե մեր գյուղական համայնքներում, մարզային եւ քաղաքային համայնքներում ապրող մեր հայրենակիցների համար շատ լուրջ օգնություն կլինի, որտեղ սա խնայված գումարն ու պետք է ուղղվի բնակչությանը։ Բայց արդյոք դրանից հետո հոսանքի գինը ավելի չի բարձրանա բնակիչների համար։
Այստեղ հարցը կայանում է նրանում կառավարմանը, մենք պատասխանեցինք այդ հարցին։ Տաշիր կապիտալը, երբ որ մայիսին ներկայացրել էր կորուստների նվազում եւ պատրաստ են դիմել էին, որ վերանային հոսանքի սակագինը իջեցնելու, այդ ժամանակ կառավարիչները վստահ են եղել, որ երկարաժամկետ իրենք կարող են պահել այդ հոսանքի սակագինը։ Իսկ հիմա եթե երկրի վարչապետը հայտարարում է, որ իրանք ավելի լավ են կառավարում, իսկ ասա, եթե ավելի լավ են կառավարում, թող ավելի շատ իջացնեն հոսանքի սակագին։ Եթե ամեն ինչ այդքան Եթե հոյակապ ամեն է, ինչ ասենք լավ է, եթե ավելի լավ են իրանք կառավարում, կարող են ավելի շատ կորուստներ նվազեցնել, թող ավելի շատ իջեցնեն սակագինը եւ դրանից օգտվի բնակչությունը։ տեսեք, այստեղ լրիվ շախմատային պատարակախի մեջ են, հա, իրենք հայտնվել։ Սեփականատերերը, ում օրոք, ում կառավարման արդյունքում արդյունավետությունը այդքան բարձրացել է ու կարողացել են իրենց թույլ տալ, կրկնում եմ, հա, մինչև այս քաղաքական գործընթացները, այս առաջարկը ներկայացնելու, ուրեմն վստահություն են ունեցել, որ իրենք կարողանալու են պահպանել, այդ իրենց էր, չէ՞, ի վնաս լինելու, եթե սակագինը իջեցնեն, հետո ավելի բարձրացնեն։ Այս մարդիկ կոնկրետ հերանեկարային ռազմավարություններ են ունեցել գործողությունների։ Ու հիմա եթե այսօրվա ժամանակավոր պաշտոնակատար եւ իշխանությունը նշում են, որ իրենց կառավարումը ավելի արդյունավետ է դարձել, ըստ էության պետք է հերանեկար չլիներ